Ինձ ընդհանրապես շատ են հարց տալիս, թե ինչպես հասկանանք, որ այդ երազները մարգարեական են։ Շատ դեպքերում հարց են տալիս գիշերվա որ ժամի տեսած երազն է մարգարեական կամ ամսվա որ օրվա տեսած երազն է մարգարեական։ Ընդհանրապես ես քանի որ պայծառատես եմ, ես երազների մեջ ոչ ժամանակ եմ տնում, դա անհնարին է, որ ասեմ, ուրբաթ օրվա երազները ճիշտ են, շաբաթ օրվա երազները ոչ։ Մարդը կարող է երազ նաև տեսնի դեռ նստած տեղը, ինքը երազը ննջե և տեսնի և այդ երազը լինի մարգարեական։ Ընդհանրապես մարդը պետք է ուշադրություն դարձնի իր երազներին։ Երազները երբեք աննպատակ չեն գալիս։ Երազների միջոցով մարդը կապնվում է տիեզերքի հետ և տիեզերքը մարդուն խորհուրդ է տալիս։ Մարդը պետք է յուրաքանչյուր սիմվոլին, յուրաքանչյուր խորհրդանշին ուշադրություն դարձնի և ինքը ինֆորմացված լինի, ինքը կարողանա ճիշտ ապրի այս կյանքի մեջ։ Ճիշտ է կան հոգեբանական երազներ, բայց դրանք էլ են մարդուն ցույց են տալիս, որ այդ ազնվորությունը ունի հոգեբանական խնդիրներ, բայց հիմնականում ոչ մի կապ չունի ժամը քանիսին է տեսել, որ օրն է տեսել, ցերեկն է տեսել, գիշերն է տեսել, ուղղակի ուշադրություն պետք է դարձնի յուրաքանչյուր սիմվոլիկային ու հասկանա այդ երազով տիեզերքը ինչի վրա է ուշադրություն դարձնում, որովհետև երբեք երազները աննպատակ չեն լինում։ Ես ինքս իմ բոլոր հարցերի պատասխանները տեսնում եմ երազի միջոցով, իմ հարազատների հետ կապված, իմ երեխաների, թոռնիկների հետ կապված, իմ երկրի հետ կապված յուրաքանչյուր հարց տեսնում եմ երազով։ Դրա համար ինձ համար կարևոր չէ շաբաթվա որ օրն է, կարևոր չէ գիշերվա որ ժամն է, ցերեկվա որ ժամն է, երազները դրանք բոլորը մարգարեական են։ Ուղղակի պետք է կարողանա մարդը ճիշտ մեկնաբանել այդ խորհրդանշանները։ Այսքանը սիրելիներս։